Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, բարև ձեզ, պարոն Խուրշուդյան։ Պարոն Խուրշուդյան, վերջին շաբաթվա ընթացքում մի քանի օրվա նույնիսկ թերևս ամենակննարկված իրադարձություններից մեկն էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ 3 ժամ տևած ասուլիսը, որի ժամանակ երկրորդ նախագահը ասաց մի շարք, այսպես վիճելի թեզերի մասին խոսեց, որ մասնավորապես օրինակ օգոստոսի 8-ի հռչակագիրը բոլորին տալիս է ամեն ինչ, բացի Հայաստանից, եթե կարծեվակերպեն միջանցքի մեջ ենք։ Եթե ընդ որում Ռոբերտ Քոչարյանը օգոստոսի 8-ի հռչակագիրը հակադրեց նոյեմբերի 9-ի հռչակագրին, ասելով, թե վերջինը Հայաստանի համար անհամեմատ ավելին ձեռնտու տեքստ էր։ Համամիտեք։ Ուրեմն տեսեք, ընդհանրապես աշխատում եմ չմեկնաբանել այդ նախկիններին, բայց քանի որ հարցադրում եք անում Ես դեպքում նախկինը ասում եմ, ես կարող եմ դառնալ նաև ապագա, որովհետև ասած կընտրվենք եւ կհաղթենք։ Իրականում իր միակ այդ 3 ժամի փոխարեն 5 րոպե պետքա դուրս գար ասել, ես մասնակցել եմ իմ դեմքով եւ բոլորին ամեն ինչ բարձրներ։ Այն մնացած փաստարկումները եւ այնքան դատարկ եւ այնքան սին են, որ ասենք ինչ նշանակում է ակնհայտ անհետ անհիմն ինչ որ բաներ ասել, այդ թվում միջանցքի վերաբերյալ այսպես կոչված, որ իր դեպքում էր լինելու միջանցք, երբ որ ինքը մեղրի տարբերակ էր տալիս, եւ մեղրի տարբերակ եւ քիվեստի տարբերակ, երկու տարբերակով միջանցք էր, ուղղակի մի տարբերակով ամբողջ մեղրին ենք տալու, այդպես էր միջանցք դառնալու քիվեստի տարբերակով, ուղղակի արտատարածքային միջանցք ենք տալու ամբողջությամբ Ադրբեջանի տնօրինության տակ ճանապարհը հենց։ Հիմա ոչ մի միջանցք չի լինելու եւ այդ իմաստով նաեւ իր այդ հաստարկումները, որ բոլորը ամեն ինչ ստացան բացի Հայաստանից, ով ինչ ստացավ բացի Հայաստանից։ Ասենք Թուրքիան ինչ ստացավ։ Վրաստանով այդ ճանապարհները կա եւ Թուրքիան Ադրբեջանի միջոցով, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիայով եւ գազ է ստանում եւ երկաթգծի 22 թվականից կրկնակի բեռնափոխադրումները ծավալները ավելացել են, քանի որ Ռուսաստանը մեկուսացրեցին։ Կենտրոնական Ասիայից, Չինաստանից նույնիսկ այդ բեռները գալիս են Վրաստանով գնում են։ Բա հիմա Վրաստանը ինչի այդքան նեղված, որ Հայաստանով է բացվում նոր ճանապարհ։ Որտեւ իր բեռնափոխադրումները նվազելու են, այն հնարավորությունները, որ իր ճանապարհով պետք է, իր տարածքով պետք է բացվեն, այդ թվում էներգետիկ ենթակառույցները, գազատար, նավթատար, մալուխներ, էլեկտրական ցանցեր եւ այլն, հիմա ամբողջ անցնելու է Հայաստանով, որտեվ դա ավելի կարճ է, որտեվ դա ավելի հեռու է Ռուսաստանից, այսինքն թիրախավորվելուց։ Հիմա Ալիևը նաեւ ավելի մանրամասներ նչակերտներ է բացում, ասում է, որ գազատարի նավթատարի դեպքում մենք կգերադասենք ավելի հարավով գնա, այսինքն էլի Հայաստանի տարածքով, բայց ոչ հենց մեղրով, որ Իրանից նաեւ հեռու լինի, եւ ես կարծում եմ դա միայն իր ցանկությունը չի, նաեւ ամերիկացիների ցանկությունն է, այնպես որ երբ որ ասում են ճանապարհ, իսկ Ադրբեջանը ասում է միջանցք, դա միայն ուրեմն մեղրի հատվածին չի վերաբերում։ Ճանապարհները բացվելու են տարբեր տեղերում Հայաստանի եւ ինչքան շատ տեղերում բացվեն, ինչքան շատ Հայաստանի տարածք օգտագործվի տարանցման համար, այնքան ավելի Հայաստանի օգուտները կլինի։ Ոչ միայն տարանցման համար ստացվող գումարները, այլ նաեւ օրինակ գազատարից, նավթատարից օգտվելու հնարավորությունները, Մի բան է գա մեղրիով անցնի, մտնի Նախիջևան, գնա Թուրքիա, մի բան է գա հասնի մինչեւ Երևան, օրինակ, Այսինքն Հայաստանն է ստանում այդտեղ ամեն ինչ, այն ինչ որ հնարավոր է ստանալ, իհարկե անելով որոշ զիջումներ ու նաև դրա դիմաց, Մասնավորապես ինչ։ Զիջումները։ Դա զիջումները։ Որտեղ ամեն ինչի մասին խոսվում է, բացի դրանից։ Ինչ ենք զիջում։ Ցավալի զիջումներ արվեցին եւ այդ զիջումները արվեցին ի դեպ ոչ թե ամեն ինչ ստանալու համար, այլ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու համար։ Հիմնական զիջումները եղել են այն ժամանակ, երբ որ հիշում եք ամիսներ շարունակ Հայաստան չէր համաձայնում են երկու պնդմանը, որ Ադրբեջանը ասում էր, այսինքն հայցերի հետ կանչում միջազգային դատարաններից, միջազգային արձաններից եւ եվրոպական դիտորդների հետ կանչում։ Այսինքն այնտեղ եվրոպական դիտորդներ չի նշվում, գիտեք, այնտեղ նշվում է երրորդ կողմի, երրորդ ուժերի ներկայացուցիչներ, իսկ սկզբից նշվում էր Հայաստանը ուզում էր ասել, որ ռազմական ուժեր նշենք, որ մենք համաձայն ենք ռազմական ուժեր չբերենք Ադրբեջանի սահմանման երրորդ
բայց երբ որ ուժեր է նշվում, դրա տակ հասկացվում արդեն նաև դիտորդներին։ Եվ դա վատ է իհարկե Հայաստանի համար եւ պատահական չի, որ Հայաստանի իշխանությունները չեն համաձայնում երկար ժամանակ եւ հետո անակնկալ ճակերտավոր համաձայնվեցին, որովհետեւ կար վտանգ եւ կար արտահոսք պետդեպարտամենտից, որ Ադրբեջանը պատրաստվում է այս տարվա սկզբին էսկալացիայի, հարձակման եւ այդ այսպես կոչված Միչանսկի, Զանգեզուրի Միչանսկի հետ ուժով վերցնել։ Այն ինչ որ ռուսներն էին ամեն կերպ Ռոբերտ Քոչարյանի հովանավոր ռուսները ամեն կերպ դրթում էին Ադրբեջանին, որտեղ միջև այդ 2-3 անգամ Հայաստանի սահմանների վրա հարձակվելով որոշակի խնդիրներ փորձեցին լուծեն, չստացվեց, հատկապես 21 թվականի ընտրություններին իրենց խամաճիկներին, այդ թվում Ռոբերտ Քոչարյանին չկարողացան բերեն իշխանության դարձնեն։ Դրա համար որոշեցին ավելի այսպես մեծ էսկալացիայի միջոցով այնպիսի խառնաշփոթ առաջացնել, որ Հայաստան ստիպված լինի խնդրի Ռուսաստանին ինչ-որ աջակցություն, որ Ռուսաստան ճակերտավոր գա փրկի Հայաստանին եւ այնտեղ FSB-ի զորքեր կանգնեցնելուց բացի բնականաբար նաեւ այստեղ իշխանություն պետք է փոխեն, որ կապիտալ Հայաստանի հարցերն են լուծվել, որտեղ ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների գլխավոր առանցքը եղել է Հայաստանը։ Արցախը ընդհանրապես ռուսները տվել են Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանն էլ օգնի վերցնի Հայաստանը, Ռուսաստան վերջնականապես վերցնի եւ այդ թվում Միչանսկի իրենց պատկերացած Միչանսկի վրա ռուսական վերահսկողություն լինի։ Հիմա ամբողջ ռուսական մեդիատիրույթը լալահառաջ բան է անում, որ մեծ թուրան է գալի, զարգացնում են իրանց ծրագրերը, կոմունիկացիաները շրջանցում են Ռուսաստանին, այդ ամբողջը անելու են Հայաստանի տարածքով, իսկ այ Հայաստանը դավաճանում է մեզ, որ կներեք էլի Քանի կար Արցախը, այդ բոլոր կոմունիկացիաների մասին խոսք ընդհանրապես լինել չէր կարող։ Պարզել փակ վիճակ էր այնտեղ, եւ դուք փոխանակ օժանդակեիք Հայաստանի, որ պահվեր այդ ամեն ինչը եւ Ադրբեջանը չհաջողեր իր ռազմական հարձակման մեջ։ Դուք հակառակ Ադրբեջանի հետ պայմանավորվեցիք, որ Հայաստանի ողնաշարը ջարդեք, ինչա թե դրա դիմաց պետք է բերեք ձեր FSB-ի զորքեր կանգնացնել, Հայաստանում իշխանություն փոխեք, ձեր խամաճիկներին դնեք։ Որտեղ նույնիսկ Սերժ Սարգսյանը իրանց ձեռ չէր տալիս այդ իմաստով։ Հիշում ենք ինչ խնդիրներ ունեն Սերժ Սարգսյանի հետ, նույնիսկ այն բանից հետո, որ Սերժ Սարգսյանը որոշակիորեն գոնե փորձում էր բալանսել։ Այո, բայց մեկը ամեն ինչ տվեց, եւ եվրասիական տնտեսական մցրեց խապկի կանոնադրության մեջ փոփոխությունների համաձայնվեց, որով այլ երկրների զորքեր եւ տեղակայում չէր թույլատրվում առանց խապկի թույլատրության, այսինքն առանց Ռուսաստանի թույլատրության 2010 թվականի փոփոխությունների մասն եմ ասում։ Այսինքն ամեն ինչ համաձայնվել, բայց մեկ է ռուսները էլի չէին վստահում իրեն։ Եվ նույնիսկ այդ պայմաններում իրենց պետք էր իշխանություն փոխել եւ դրա համար իրենք 18 թվին իրականում ինչ որ իմաստով աջակցեցին հեղափոխությանը, հույս ունենալով որ կօգտագործեն հեղափոխությունը իրենց խամաճիկին Կարեն Կարապետյանին բերեն դնեն վարչապետ։ Այդ պլանը դա էր, որ չստացվեց, իրանք այդ պլանին վերադառնալու համար որոշեցին Ադրբեջանին օգտագործել եւ Արցախը հայաթափեն։ Բարեբախտաբար չստացվեց առաջին մասով, այսինքն Հայաստանը զավթելու մասով, բայց ցավոք սրտի ստացվեց Արցախը Հայաստանը հայաթափելու մասով։ Եվ հիմա դրա դիմաց իրանք պահանջում են Ադրբեջանից խոստացածը, որ Ադրբեջանը արդեն չի կարողանում տա, որտեղ Տրամպը մտավ խաղի մեջ եւ դա գործող Հայաստանի գործող իշխանությունների ամենամեծ հաջողությունն էր, որ կարողացան Տրամպին բերել խաղի մեջ։ Ինչով բերեցին, ասացին, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է, մենք պետք է վերջիվերջով զիջեցինք, ուժի սպառնալիքի ներքո եղել եւ ես մի անգամ չեմ ասել, որ Ադրբեջանը ուժի սպառնալիքի ներքո հասել է իր նպատակներին այդ պայմանագրի շրջանակում կետերի։ Դա չի նշանակում, որ ամբողջ պայմանագիրը մեր դեմ է։ Երկրի տարածքային ամբողջականությունն են դա նշում եւ այլն, որ մեզ էլ է պետք։ Բայց ամենայն դեպս ինչ որ զիջումներ մեր համար արեցինք անընդունելի, մեր համար անընդունելի զիջումներ արեցինք, բայց դրա դիմաց կարողացանք Տրամպին բերենք, որովհետև Տրամպին եթե ասում է կա պատրաստի համաձայնությունից փաստաթուղթ, երկու կողմից համաձայնվել են պայմանագրի ամբողջ տեքստին։ Նա ասում է շատ լավ է, ուրեմն ես եկամ իմ խավորությամբ ստորագրեք։ Եվ այնտեղ պարզվում է, որ Ադրբեջանը նոր կամակորություններ ունի, նոր պահանջներ ունի, եւ այդ նոր պահանջներից մեկն էլ էլի շարունակելով պատասխանել ձեր հարցին, ԵԱԿ Մինսկի խմբի ցրելը, որին էլի Հայաստանը էդ էլ զիջեց, որը կարծում եմ արդեն չափազանց մեծ զիջում էր, կարելի էր դրան չգնալ, որտեվ եթե Տրամպը արդեն մտել էր խաղի մեջ, Ադրբեջանին կբերեր մեկը Վաշինգտոն։ Ну ես տենց եմ կարծում, գուցե ինչ որ բաներ չեմ տիրապետում, բայց իմ տպավորությամբ հնարավոր էր բանակցությունների միջոցով։ Հիմա մերոնք ռիսկի չդիմեցին, որ կարող է չստացվեր, որոշեցին ռիսկի չդիմել, էդ էլ զիջեցին, համարելով որ մեկը ԵԱԿ Մինսկի խմբից հիմա ոչ մի օգուտ չկա, իրականում հիմա չկա, որտեղ Ռուսաստանը այնտեղ մեջն է եւ սաբոտաժ է անում, բայց հետագայի համար այդ ֆորմատը մեզ պետք էր, մանավանդ այդ ֆորմատի ներսում ձևավորվել էր Արցախյան խնդրի լուծման իրավական ճարտարապետություն, որը շատ թե քիչ դրական էր մեր համար եւ այսօրվա վիճակից գոնե տարբերվում էր։ Այնտեղ կար Արցախ, Արցախի ժողովուրդ, կարգավիճակ, անկախ նրանից դա կլներ անկախություն թե Ադրբեջանի կազմում, բայց երաշխավորված անվտանգ կարգավիճակ կար դա։ Դա լրիվ ջրվեց, եմ որ ասում է, բայց դրա միակ դրական բանն է, որ Ռուսաստանը դուրս մղվեց այդ գործընթացից եւ հետո եթե վաղը հնարավոր լինի ինչ որ գործընթաց, խաղաղ գործընթաց սկսել Արցախի ժողովրդի վերադարձի եւ իրավունքների պաշտպանության մասով, այնտեղ արդեն Ռուսաստան չի լինելու։
Հիմա այսօր իմիջիայլոց քանի որ Ռուսաստանի մասին խոսք գնաց եւ Ադրբեջանի հետ իրենց գործարքների, այսօր Դուշանբեում տևական դադարից հետո, որում ոչ միայն սովորական դադարից հետո, այսպես երևացող արհամարանքից հետո գիշեք վերջին անգամ երբ Ալիևն ու Պուտինը իրար հանդիպել էին, ընդհանրապես բարևեցին ու անցան առաջ նույնիսկ մտքերով չփոխանակվեցին, այսօր Դուշանբեում հանդիպելու են Պուտինն ու Ալիևը։ Ըստ ձեզ ինչի մասին է լինելու խոսակցությունը հաշվի առնելով հանգամանքը, որ ինչպես դուք ասացիք, Ալիևը ինչ որ բաներ խոստացել է, բայց չի կարող տալ, Պուտինը շարունակելու է պահանջել այն, ինչ որ իրան խոստացվել էր։ Նույնիսկ դրան ընդառաջ Ալիևը քայլարեց, ցանկեց շնորհավորեց Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ։ Հիմա տեսեք, Ալիևը տեսել է, որ իրեն ինչ որ իմաստով թակարդն են գցել եւ ինքը բավականին թանկ գին է վճարում Ռուսաստանի հետ խզվելու, հարաբերությունը խզելու պատճառով։ Ինքը գիտեր, որ խզվելու է հարաբերությունը, եթե ինքը թռնում է այդ պայմանավորվածությունից կոպիտ ասած, հա։ Եվ դրա առաջին նշանը, դեռ երբ որ վերջնականապես այդ խզման գործընթացը չէր սկսվել, այլ ընդհանրեն ուղերձ էր պետք Ռուսաստանից, Ռուսաստանում հանկարծ խոցվեց ադրբեջանական օդանավը ուղևորատար։ Եվ ես միանշանակ դա կապում եմ հենց այս դեպքերի հետ, ընդ որում հետաքրքիր էր, որ այդ ինքնաթիռի զուգահեռ թռնում էր Ալիևի ինքնաթիռը բորտը առաջին։ Այսինքն կարող էր եւ Ալիևին խոցել, չէ՞, ոնց որ Ռայսին խոցեցին եւ այսօր իդեպ երեք Իրանի մեջլիսի падգամավորներից մեկը վստահաբար ոչ առանց Բարսագույն իշխանության թույլատվության, այնտեղ այդպիսի բաներ առանց թույլատվության չեն ասում, ուղիղ մեղադրեց, ասաց որ կատաղեկություն, որ Ռայսին սպանել են, այսինքն այն ինչ որ մենք ասում ենք, որ այո, ամենահավանականությամբ 3 ուղաթիռներից որ կայծակը հենց նախագահի ուղաթիռին խփեց, շատ կասկածելի է։ Եվ կասկածելի է, որ մի հանդիպում, որտեղ որ նախարարները պետք է ընդհանրեն հանդիպեն այդ Խուդաֆերինի բանի բաց ջրամբարի բացման հետ կապված, Ալիևը համոզում է Ռասին, չէ դու արի։ Բարձր որ այնտեղ կար այդ վտանգը, հիմա նույնը Պուտինը ասաց, հասկացրեց, որ քո գլխին կարանք բերենք։ Եվ դա ընդհանրապես ծաղիկներն էր։ Հիմա, երբ որ Ալիևը ընդվզեց, այն որ ասում է պոզերը տնկեց, ոչ թե ընդունեց այդ ուղերձը, այլ դրան հակադրվեց, արդեն գնաց երկրորդ, երրորդ, չորրորդ քայլերը եւ տնտեսական պատժամիջոցները եւ էներգակիրների հարվածները ենթակառույցների Ուկրաինայում ադրբեջանական եւ փակումը տարբեր բաների բեռնահոսքերի Ադրբեջանից դեպի ուրեմն Ռուսաստան, ընդ որում նույնիսկ ԵԱՏՄ-ի մակարդակով հիմա նոր կարգավորումներ են մտցնում, որ շատ ապրանքներ չկարողանա Ադրբեջանը արտահանել, հատկապես այն ապրանքները, որ կապված են նավթավերամշակման, պոլիստերոլ, կայևան, այսին պլաստմասայի, հա։ Ռուսաստանում սկսվեց կուլակաթափություն ադրբեջանական սփյուռքի, ինչքան հարուստ ադրբեջանցի կա, սաղի ձեռից խլում են։ Նավահանգիստներից սկսած միջև ցանցեր եւ այլն, դա ամեն ինչը Ալիևը հասկանում է, որ էլի ընդհանրապես էսկալացիայի հերթական քայլերն է եւ դա շարունակվելու է։ Եվ ինքը հասկանում է, որ ինքը այդտեղ տակ է տալու կոպիտ ասած եւ շատ թանկ գին են վճարում Վաշինգտոնում իր ստորագրած պայմանավորվածությունների դիմաց։ Այն ինչ որ իդեպ լրիվ հակառակն է ասում Ռոբերտ Քոչարյանը, որ իբր թե Ադրբեջանը ամեն ինչ ստացել է, ոչ, Ադրբեջանը հարվածի տակ է մտել։ Ինչ է ստացել։ Այն ինչ որ ինքը ուզում էր ստանալ առանց ոչ մի բան տալու, ինքը ստացավ տալով Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների խզում, դա տվեց նաև Արևմուտքին դա, տալով համաձայնություն, որ հարձակում չի լինելու Հայաստանի վրա, որտեղ նախաստորագրվեց նաև խաղաղության պայմանագիր եւ տալով Տրամպին բերելով, ոչ Միացյալ Նահանգներին բերելով տարածաշրջան։ Այդքան բանը Ալիևը չէր պատրաստվում տալ։ Ինքը առանց այդ ամեն ինչի էր ուզում ստանալ, այն չոր ստանա եւ կարող է եւ ստանա Ռուսաստանի դերտում, կարող է եւ ստանար։ Չգիտեմ ինչ գին կնստեր իր վրա, բայց կներեք, մինչև հիմա մենք տեսել ենք, որ ինքը շատ գին չի վճարել նույն Արցախի հայաթափելու համար, Եվրոխորհրդից բռնեցին, վտարեցին եւ վերջ։ Էլ ինչ գին վճարեց։ Նավթը էլի վաճառում է, եվրոպացիները առնում են, գազը հələ մի բան էլ բանակցում են, որ ավելացնի։ Ուզում եմ ասեմ, որ այստեղ Ալիևն էլ է հասկանում, որ ինքը ինչ որ բան այն չի արել եւ թակարդն է ընկել եւ հիմա հետ քայլի նշաններ կա եւ շատ դեպքերում, երբ որ ինքը ռետորաբանությամբ փորձում է Հայաստանին սադրել, որ Հայաստանը դուրս գա այդ պայմանավորվածություններից, դրա նշանն է, որ ինքը ուզում է, որ դրանք փոզմիշանի հետ ստորագրած պայմանավորվածություններ, բայց չի ուզում, որ Տրամպի աչքի առաջ դա երևա, որ ինքն է անում, որովհետեւ ինքը հասկանում է Տրամպը անկանխատեսելի է, բավականին այսպես իմպուլսիվ մարդ է, կարող է վաղը քնի զարթնի մի տամագավ կեկել Հայաստանին տա օրինակ, հա։ Ասի դե գնացեք հերանիցեք ինչ ուզում եք արեք։ Բայց այդ դեպքում տեսեք, ձեր ասացի տրամաբանության մեջ, եթե փորձենք քննարկել այս խնդիրը, գոնե Հայաստանում անընդհատ են խոսույթն է շրջանառվում կամ գոնե որոշակի բարբերականությամբ
Այն որ Հայաստանը քցեց ոչ այնքան գրական բառ եմ օգտագործել, քցեց Ռուսաստանին, քցեց Իրանի Իսլամական Հանրապետությանը, բարեկամ Իրանին, օգոստոսի 8-ը շնորհավոր հռչակագիրը ստորագրելով եւ այ հեսա կտեսնեք մեր հետ ինչ են անելու։ Այդ ամեն ինչը հիմնված է հենց այն fake տեղեկությունների վրա, որ հենց իրենք էլ տարածում են։ Ես մի քիչ հեռվից գամ, հա, իրենք այնքան կապ չեն մտածում, ասենք սուտն ու բանը, որ ասում 40 օր է, հա, ստին կերծիքին եւ խափերությանը գողությանը եւ այլն։ Հիմա տեսեք, ոնց որ եւ Քոչարյանի ասած կնոջ։ Իհարկե։ Հիմա Փարաքարի համայնքապետը որ սպանվեց։ Հենց հաջորդ օրը, Նիկոլ Փաշինյանը ինքն կազմակերպել, սպանեցին, իրենց մրցակցին բան։ Երկու օրից բարձում է վենդետայի հարցը, անձնական հարցեր է։ Բայց այդ ալիքը տարածեցին, առանց մտածելու, որ երկու օրից հերկվելու է իրենց անլրջությունն ու ստախոսությունն է ցույց տալու, հա։ Կամ այս Վրաստանի այդ վրաց-թուրքական սահմանում բան արած 69000 անձնագրեր եւ այլն, մի աղմուկ տարածեցին կաթողիկոսի մամուլի խոսնակով, Տոյեսի իրենց նախկին արդարադատության են Գևորգ Դանելյանով եւ այլն, հա։ Ու լրատվամիջոցները իրանց թափով սկսեցին տարած։ Մի քանի օրից հերկվեց, ոչ մի տես բան չկա։ Բանտարկված բլոգերը ինչ մոռանանք։ Հա, բանտարկված։ Դոկի։ Հա, ես չեմ էլ հետևել, հա, որ նայել, հա, փաստորեն, հա։ Ինչ որ մի հատ դեդո տենգիս կա, ինչա, դելա մտել ակտիվ հայկական ներքաղաքականությամբ։ Ողջույն, sense կուրիոզային sense կերպարներով որոշեցին ինչ որ sense իրանց արևի PR անեն։ Հիմա նույնը այդ Միչանսկ խոսույթն է, որ հիմա իրանք կպել են, ովևէ տվել է, Միչանսկը տվել է, Սյունիքը տվել է, այդ էլ են ասում, Սյունիքն էլ է տվել։ Հետո իրանցիները ասեցին մի րոպե, ոնց թե Միչանսկա տվել, ափալ-թափալ հենան եկանց տես, դա իրանց ասեցին ինչ Միչանսկ, հեսա փաստաթղթերը մի հատ կարդացեք, իրար հետ կարդանք, տեսենք, Միչանսկա չէ, ասեցին, հա, օքեյ, պարսիկներն էլ ասեցին, ոչ Միչանսկ չկա, մենք գոհ ենք, եթե դա Հայաստանի սուվերենության շրջանակներում ալեն, մենք որևէ խնդիր չունենք, վերջացավ գնաց, փակվեց թեման։ Հա, իրանք նաև հարցնում են, կարող է ստվերային պայմանավորվածություններ կա, մենք չգիտենք, ասել են, չէ, չկա, ոչ մեն ասել են, երաշխիք են տվել, որտեղ եթե երաշխիք չտային, իրանցիները տենց հեշտ չէին հանգստանա։ Հիմա նույնը Ռուսաստանը կներեք էլի աշխարհում այտենց արհավիրք չկար, որ հայ ժողովրդի գլխին չբերեցին։ Կներեք ցեղասպանության պես մի բան արվեց ըստ էության հայ ժողովրդի գլխին Արցախում ռուսների մասնակցությամբ, մեղսակցությամբ, իրենց զինվորների կանգնած, իրենց խափած ժողովրդին, որ ասել են հետ եկեք ձեզ էլ ոչինչ չի սպառնում, Պուտինն է ասել, որ դուք կարող երաշխավորված կարող եք գալ, մենք ստեղից էլ ոչ միտեղ չեն գնալու, ռուս զինվորը որտեղ մտնում այլ ոչ միտեղ չի գնում, որտեղ ռուսական սապոգն է դա արդեն Ռուսաստանի տարածք է։ Լոլո մեծ մենակ փրթեն։ Տեսանք իրանց ռուս զինվորը որտեղ մտնում է, ասես Ադրբեջանը սիրուն, ասես դե եկանք, պայմանավորվեցինք, քշեցինք հայրին դե ձեր ներկայությունը ստեղ պետք է։ Որ լավ չհասկացան 6 հոգի էլ գնդակը արեցին։ Հա, այդ 6 հոգին ես կարծում եմ ուղղակի վկա են եղել որոշ ռազմական հանցագործություններ, որ հայ բնակիչների դեմ արված ա եղել, իսկ մենք ունենք անհատ կորածներ միջև հիմա, որոնք որ Արցախահայության մեջ միջև մա չգիտենք ինչ ա եղել իրենց հետ եւ նրանց որպես վկա ոչնչացրեցին ուղղակի, որպեսզի իրենք շատ զգուշ էին անում, որ հանգարց այդ ռազմական հանցագործությունների բանով իրենց վրա չեպե չգա, հայցերը միջև հիմա կա, հետ կանչված չեն եւ չեն կանչվել, այո, միջև վերջնական եւ իդեպը տեղել իրանց ձգձգելը իրանց այդքան էլ օգուտ չի կարող, որովհետեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող է վճիռ կայացնել։ Եվ մարդու իրավունքների եվրոպականը եւ արդարադատության միջազգայինը։ Վճիռը կայացնեն, հետո ինչ պետք է անեն։ Արդեն արժեքը այդ հետ կանչելու, եթե վճիռը կայացվել է այդ հետ կանչելու արժեքը ո՞րն ալեն։ Այնպես որ ուզում եմ ասեմ, որ բավականին մեծ բան ստացավ Հայաստանը օգոստոսի 8-ին, միջև այդ այո կատարել էր զիջումներ ուժի սպառնալիքի ներքո, որը ի դեպ արձանագրվել է նաև առնվազն հասարակական կազմակերպությունների քաղաքացիական մակարդակով, նաև որոշ միջազգային կառույցների մակարդակով, Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարությամբ դա արձանագրել է, որ դա ուժի սպառնալիքի ներքո է եղել, եւ առանց մեղադրելու իշխանություններին, որովհետեւ հասկանալի է, որ խաղաղություն պահելու համար ինչ որ զիջումներ ստիպված արել է, եւ արդյունքում մենք ունենք արդեն Միացյալ Նահանգների ներկայությունը, որը մեր միջազգային անվտանգային միջավայրի ուրեմն որոշակի երաշխիքներ տալիս է։ Եվրոպացիները արդեն կային, հիմա նաև Միացյալ Նահանգներն։ Իդեպ եվրոպացիները լավ է, որ նույնիսկ այդ վավերացումից հետո ոչ թե պետք է ընդհանրապես լքեն Հայաստանը, այդ դիտորդական առաքելություն նկատի ունեն, այլ սահմանից են
հեռանալու, բայց մնալու են Հայաստանում։ Ես իմ ունեցած տեղեկություններով այդպեսին է պայմանավորվածությունը։ Պարոն Խորշուջյան, այնուամենայնիվ, ինչքան էլ որ ասեք, որ Հայաստանը որոշ բաներ ստացավ, բնականաբար հիմնական խոսույթը շարունակելու գնալ այդ ձեր ասած զիջումների շուրջ, որտեղ դիմացը նախընտրական շրջան է, հատկապես անդիմադիր դաշտը բնականաբար չի ասելու, գիտեք ինչ կա, մենք մի երկու բաներ ստացել ենք այդ զիջումների դիմաց, ու դա լավ է։ Հիմա բնականաբար հիմնական խաղացողներ որպես շարունակելու են հանդես գալ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, հիմա արդեն Սամվել Կարապետյանի շուրջ է թիմ ձևավորվում քաղաքական, որը ճիշտ է պնդում է, որ իրենք այլընտրանք են, որ իրենք նախկինների եւ առավել եւս ներկաների հետ կապ չունեն, իրենք կապ ունեն ապագայի հետ։ Արման Թաթոյանը այսպես բավական մեծ ելույթ ունեցավ այն իմաստով, որ այ տեսեք, ես իմ անդարտ կյանքը դնում եմ ընտրությունների զոհասեղանին, որովհետև դա անհրաժեշտություն է։ Ինչի համար այսքան երկար ես նախաբան ասեցի։ Տեսեք, շատ են պնդումները, որ այ Ռոբերտ Քոչարյանի այս ասուլիսները, իրենց այդ ակտիվությունն է դաշտում ձեռնտու է գործող իշխանություններին, որովհետև սա հնարավորություն է տալիս խաղալ այդ նախկիններ, ներկաներ այդ խաղի պայմաններում, այդ դաշտից դուրս չգալ, իսկ դա ձեռնտու է պարզ պատճառով, որովհետև այնտեղ նախկինները հաղթելու ոչ մի հնարավորություն չունեն։ Դուք համամիտ եք այդ կարծիքի հետ։ Միանշանակ, մի անգամ չեմ ասել դրա մասին, եւ իշխանությունները ինքնին են ասում, որ ասում գանձ է մեր համար, դա ճիշտ է ասում, բավականին անկեղծ է իմաստով։ Ռոբերտ Քոչարյանը գտածո է Ռոբերտ Քոչարյանի դեմքով ցանկացած ուժ, եթե իշխանությունների դեմ պայքարում է, դա միանգամից իշխանության շուրջ ժողովրդի հասարակության կոնսոլիդացիայի ինչ որ մղում է առաջացնում։ Ինչքան ուզում է վատ կառավարած լինեն, հատկապես ներքին քաղաքականությունում ինչ որ կադրային խնդիրներ ունենան, ինչ որ բաստողումներ ունենան, որտեղ արտաքին քաղաքական մասով ես ամենից համարում եմ, որ լուրջ հաջողությունների մենք հասնում ենք։ Եվ այդ գլխավոր հաջողությունը պետք է լինի այդ խաղաղությունը եւ այդ խաղաղության ուղղությամբ լուրջ քայլեր արվել են եւ արձանագրվել են լուրջ ուրեմն ձեռքբերումներ։ Այն ինչը որ ել եմ ասում Ալիևի համար բավական անակնկալ եւ այսպես վատ վիճակում է հայտնվել եւ վտանգետեր եմ տեսնում, որ ինքը Դուշանբեում կարող է հանգարց էլի վերադառնա Պուտինի հետ ինչ-որ պայմանավորվածությունների, օգտվելով նրանից, որ դեռ այդ ճանապարհների հետ կապված կարգավորումները վերջնականապես համաձայնեցված չեն դետալներ։ Այդ դետալների մեջ կարող է Պուտինը կոպիտ ասած կարող է ասի, լավ, չթողեցիր մեր ՖՍԲ-ն կականնի, գոնե դու կառավարի քիթդ խոթի, որ այնտեղ ամեն դեպքում ինչ որ միջանցքային տրամաբանություն լինի, որ ես քո միջոցով գոնե կառավարեմ այդ ամեն ինչը, հա։ Այսինքն Ալիևի միջոցով։ Այնպես որ այդ իմաստով իհարկե ընդդիմությունը միշտ էլ ունենալու է ինչ-որ առիթներ, էլի մի կհնարեն էլի ինչ-որ անձնագրերի պատմություն մի քանի օր կուրախանան կամ էլի այսպիսի մեղադրանքներով, բայց ռեալ ինչ-որ հիմնավոր, բացի այն զիջումները, որ ես ասացի, որը այո, արվել է, բայց ստիպված են արել եւ այդտեղ այլընտրանք լինելու էր պատերազմը, հասկանալի է։ Եվ նման պայմաններում իհարկե Քոչարյան, Սերժ Սարգսյան, մի հատ էլ Սերժ Սարգսյանը թող հայտարարի, որ ինքն էլ է իր դեմքով մասնակցելու իշխանությունների համար դա մեծ նվեր կլինի, բայց իրականում ես կարծում եմ, որ պետք է դաշտը մաքրվի։ Ցանկալի է, որ նաև ինչ որ դեմոկրատական այլընտրանք ձևավորվի, ցանկալի է միասնական։ Չէ, ինչպես տեսեք, նույն Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդի խորհրդարանական վերաժողովում ելույթ ունենալիս հայտարարեց, որ Հայաստանի համար խնդիր է դա, այն ինչ որ ինչի մասին որ դուք խոսում եք, որովհետև ռեսուրսների 80-90%-ը կենտրոնացած է նախկին իշխանությունների ձեռքում, ռեսուրսների ընդ որում ոչ միայն ֆինանսական ռեսուրսները բերում են նաև տեղեկատվական ռեսուրսների տիրապետման, եւ դա լրջագույն խնդիր է, որովհետև ոչ ժողովրդավարական ուժերը ժողովրդավարությունը օգտագործում են ժողովրդավարության դեմ։ Հիմա ինչ պետք է անենք, այ դուք ասում եք պետք է ձևավորվի, ինչ պետք է անենք, ինչ գործողություն պետք է արվի, որպեսզի այդ 80%-ը արանքից դուրս գա։ Ու այդ ձևավորվելու համար պետք է նախ լեգիտիմ, լեգալ, նախընտրական դաշտ եւ մթնոլորտ ձևավորվի։ Այսօր հենց նաեւ հաշվի առնելով իշխանության պնդումները, որ այդ կրիմինալի ձեռքում է, նախքին քրեալի գործերի ձեռքում է այդ ռեսուրսները, չի կարող ուրեմն համարվել նորմալ ընտրական միջավայր, այն ինչ որ մենք ունենք։ Այդ թվում չի կարող համարվել նաեւ լեգիտիմ։ Կներեք, Մոլդովան դա հասկացավ, Մոլդովայում դա հասկացան, դրա համար էլ կտրեցին, այնտեղ էլ էր նույնը։ Այնտեղ էլ միլիարդներ էին տիրապետում տարբեր իրենց ուրեմն նախկին օլիգարխներ եւ Ռուսաստանին ենթարկվող, որտեղ այնտեղ միշտ էլ թալանչիները, կոռուպցիոներները Ռուսաստանի կցորդներն են։ Եվ ինչ արեցին իրենք, ուղղակի արգելեցին մասնակցել նախընտրական արշավին, հա, այնտեղ ճիշտ է, ահագին երկար այդ շոր բան, այդպես կուսակցություններ են ստեղծել, երկար PR արեցին, ոնց որ հիմա Քոչարյանն են սկսել,
բայց ինչ որ պահից իրենց արգելեցին եւ այդ ամբողջ իրենց կարոզարշավը ջուրը լցվեց։ Ծախսած փողերով հանդերձ։ Ուղղակի արգելեցին մասնակցել համարելով հիմնավորելով նաև, որ իրանք հակաօրինական բաներ են արել։ Այդ թվում դրսի ազդեցությունները հատկապես Ռուսաստանի ազդեցությունները։ Հիմա նույնն էստեղ էլ ես կարծում եմ, որ պետք է այդ անել եւ նույնը մեդիաներին է վերաբերում։ Լևոն Բարսեղյանը բազմիցս այդ մեխանիզմները ցույց է տվել, ոնց կարելի է օրենսքով, լրիվ լեգալ ձևով վերահսկելով, թափանցիկ դարձնելով ֆինանսական միջոցները, որով տարբեր մեդիաներ օգտվում են եւ ծաղկում են իրենց տեղեկատվությունն են տարածում, ուղղակի սահմանափակել այդ ֆինանսական հոսքերը կտրում ես, փակվում են այդ լրատվամիջոցները, որտեղ այնտեղ էնտուզիաստներ չկան, այնտեղ գաղափարական մարդիկ չկան, այնտեղ բոլորը փողի վրա նստած, փող աշխատողներ են, տասովշիկներ են, ինչ այնտեղ լրագրող եք տեսել դուք այդ պսևդո անդիմանդի դաշտում։ Պսևդո եմ ասում, որտեղ քաղաքական դաշտ չի։ Այս հաղորդման շրջանակում թույլ տվեք ես իմ գործընկերներին գնահատականներ չտամ։ Ես կտամ, դուք մի տվեք։ Բայց այնուհանդերձ, տեսեք դուք ասում եք Մոլդովայի օրինակը բերեցիք։ Կանխատեսելով այդ ձեր ասած օրինակը, նույն Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ եթե հանկարծ Հայաստանի Հանրապետության իշխանությունները գնան նման քայլերի, կասեցնեն կուսակցությունների գործունեություն, սահմանափակեն մեդիայի գործունեությունը, դա կբերի հեղափոխության Հայաստան։ Ո՞վ է անելու այդ հեղափոխությունը։ Իրենք։ Ես ոչ չեմ անել։ Մարդիկ են, ժողովուրդն է անում հեղափոխությունը։ Քաղաքական ուժերը ընդհանրապես կարող են կազմակերպել, եթե դրա պահանջը կա։ Ժողովրդի կողմից պահանջ կա այդ մարդկանց մաքրել քաղաքական դաշտից։ Քոչարյանի անունն է տալիս, դե գլխավոր մեղադրանքն է Նիկոլ Փաշինյանի, ինչի միջև հիմա Քոչարյանը բանտում չի։ Իր արած հանցագործությունները մարտի 1-ի համար, հոկտեմբերի 27-ի մեղսակցության համար, դա է պահանջը։ Հիմա ինքը ուզում է ասի, որ իրենք կարողանալու են ժողովրդին հեղափոխության հանել իրենց պաշտպանելու համար։ Ինչ որ անհայտ սոցիոլոգներին հղում անելով պարոն Քոչարյանը հայտարարեց, որ ինքն ու Սամվել Կարապետյանը ավելի շատ ձայն են հավաքելու, քան Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։ Նեն որ ասում եմ դու էլ ասա, հայտնի անեկդոտ պես է հիմա, դու ասեն։ Դու ասեն։ Լարվածություն այնուհանդերձ առաջիկայում Հայաստանում կանխատեսում եք, որովհետև պատվիրատուներ ոնց հասկանում եմ, պատվիրատուների պակաս չի լինելու։ Այն որ իրենց ռեսուրսները ֆինանսական, եթե դրանք չկտրվեն, չվերահսկվեն, բավարարելու են որոշ խառնակցություններ անելու համար, մենք տեսել ենք մի քանի անգամ։ Ճիշտ է, նախորդ անցած տարվա մայիսին, երբ որ տարբեր ճակերտավոր սրբազան պայքարներ են կազմակերպում, հիմա արդեն ամբաստանյալ որոշ մարդիկ այն ժամանակ աշխատում են Քոչարյանի դեմքը չերևար։ Հիմա այդ գործը հեշտացել է, եթե Քոչարյանը իր դեմքով է գալիս, այդ ամբողջը կանխելու կամ չեզոքացնելու գործը իշխանությունների համար ավելի հեշտացել է բնականաբար։ Այդ դեպքում ինչով կբացատրեք Սերժ Սարգսյանի օրինակ համեմատական пассивությունը։ Համեմատաբար пассив։ Ավելի լավ է պատկերացնում իրավիճակը եւ ավելի լավ է հասկանում հետևանքները, եթե նրա թե ինչ կլինի, եթե ինքը իր դեմքով հանդես գա եւ մասնակցի ինչ-որ բաների։ Կամ էլ պայմանականորեն այսպես ավելի ուժ է կառավարել, ավելի լավ է պատկերացնում ներքաղաքական իրավիճակը։ Նաեւ դա, հետո ցավոք սրտի երիտասարդության մեջ կա մի զանգված, մի խավ, որը որ երիտասարդությունը շատ չի խորացել քաղաքականության մեջ եւ չի հիշում Քոչարյանի տարիները, հա, այդ անարդարության, կոռուպցիայի այդ ամեն ինչը չի հիշում։ Եվ շատ դեպքերում այդ ուռա հայրենասիրական, այդ այռուցի վրա նկարվելու, ճակերտավոր մաչո այդ կերպարը, չնայած այդ մաչո կերպարն էլ այդ երիտասարդությունն էլ պետք է տեսածին որ վաղուց դերև է եղել, նույն այդ հեղափոխությունից հետո, երբ որ քրեական հետապնդում սկսվեց Քոչարյանի հանդեպ, մի պահ որ բանտարկել են, հետո ազատեցին, հելել էր, հեսա Եվրոդատարան եմ դիմելու, սա 37 թիվ է բան, ու այդ մաչոից բան չէր մնացել, ասում ենք գոնե հիշեցրեք, որ մի քիչ իրան տղամարդավարի պահ է, այտենց չաղերսի այտենց բաներ հերոստատեսությամբ եւ այլն, հետո երևի հուշել են, մի տեսակ մի քիչ փոխեց, կերպարի մեջ վերադարձավ են, կեղծ Սարքովի կերպարի մեջ, հա։ Չէ, ինչև է, ինքը ինչ որ բաների վրա գուցե հույս ունի, նաև հատկապես փողի, ֆինանսների, որտեղ Ռուսաստանը եթե համարյա 1 միլիարդ Մոլդովայում էր ծախսել, մի այդքան էլ այստեղ պատրաստ կլինի ծախսել, հատկապես եթե այդ գումարները իր օլիգարխների, ռուս օլիգարխների փողերը չեն դնելու, այլ հայազգի օլիգարխների վզին են դնելու, ասելու են ծախսեք։ Այդ թվում Ռոբերտ Քոչարյանը, հասկանալի չէ, մի օլիգարխ էլ նա էր։ Հայաստանում ամենահարուստ մարդիկ եղել են միշտ Հայաստանի առաջին դեմքերի նախագահները, սկսած Քոչարյանից, հետո էլ Սերժ Սարգսյանի բրոք։ Դիգոնը թող օրինականացնել, ասենք ավելացված արժեքի հարկով ահագին փող կմտնի բյուջե։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։